Ազգային հայ կրթական և մշակութային միության Լյուսի Թութունջյան ցուցասրահի նախաձեռնությամբ հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան կենտրոնում տեղի ունեցավ հայաստանցի, սփյուռքահայ, արաբ և եվրոպացի մի խումբ գեղանկարիչ ցուցահանդեսը, որը նվիրված էր համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։ Մենք հավատացինք երիտասարդ տաղանդներու հայտնաբերման, քաջալերման և զանազան առիթներով կազմակերպեցինք սփյուռքահայ, հայրենի և Արցախցի նաև երիտասարդ տաղանդներու հավաքական ցուցահանդեսներ և այլ նախաձեռնություններ։ Լյուսի Թութունջյան ցուցասրահը հիմնվել է 2009 թվականին համազգայինի Վահե Սեթյան հրատարակչատան նախաձեռնությամբ։ Անցնող 13 տարվա ընթացքում ցուցասրահը կազմակերպել է 135 անհատական և հավաքական ցուցահանդեսներ, հյուրընկալել է Հայաստանից, Արցախից, Լիբանանից և Եվրոպայից հայ և մի շարք արաբ ու եվրոպացի արվեստագետների։ Մենք կհավատանք, որ միասնագամությունը բոլոր բնակավարներու մեջ, համազգայինը իբրև միություն արդեն իսկ մեկ ազգ, մեկ հայրենիք գաղափարին չհագիրն ու տավանողն է։ Մենք կհավատանք մշակութային մարզի մեջ այս միասնագամությունը կարևոր է մեր ժողովրդի հոգեմտավոր արժեքներու բարձրացման ու գոյատևման մեր ընդհանուր երթին մեջ։ Հավաքական ցուցահանդեսին մասնակցության սկզբունքն այն է եղել, որ անցնող 13 տարիների ընթացքում համազգայինի հետ համագործակցած արվեստագետները մեկ հարկի ներքո ներկայացնեին իրենց աշխատանքները։ Արդյունքում հնարավոր է դարձել հավաքական ցուցահանդեսին ներկայացնել 83 հեղինակի աշխատանք։ Խաչիկ Աբրահամյանը նույնպես շնորհավորեց համազգայինի 95-ամյա հոբելյանը, մեծապես կարևորելով Լյուսի Թութունջյան ցուցասրահի կարևոր առաքելությունը Սփյուռքում։ Բոլորիդ շնորհավորում եմ եւ կարծում եմ, որ այս ցուցահանդեսը բացվելուց հետո կտեսնեք, որ եւ Լիբանանի եւ Հայաստանի արվեստագետները միասին արժանի են, որպեսզի ցուցադրվեն աշխարհի տարբեր թանգարաններում եւ գալերիներում։ Լյուսի Թութունջյան ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավատյանը շնորհակալություն հայտնեց հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարությանը այս ձեռնարկի իրագործման նպատակով իրենց ցուցասրահը սիրահորժար տրամադրելու համար։